Սաղմոսերգուն ձայնում է ասելով ատեցի մեղքը Տեր և ինձ բաղձալի են քո դատաստանները։ Սրբության ինչպիսի աստիճան։ Ահա մենք պետք է տարբերակենք մեղքը ատելը և մեղսասիրությունը։ Մեղսասիրությունը դա չապաշխարող մեղավորն է և մեղքի մեջ խրվողը, մեկ ձնագնդի ուրեմն թեքության վրա հոսող ձնագնդի նման է մեղքը, մեկ որ ընկնում ես դրա մեջ, դառնում է սովորական և գնալով այն մեծանում, մինչև հոգիդ մեռնում է։ Եվ այսօր ես կուզենայի ձեզ կարևոր զգուշացումներ անել այդ մասին, որ ահա մեղսասեր մարդը ինչ պարագայում են նա լինի քո ընտանիքի անդամը, քո հարևանը, քո մարդիկ, ում հետ դու շփվում ես, անգամ սահմանափակ շփումներով, կարող է լինել քո քահանան և եպիսկոպոսը անգամ։ Եվ եթե նրանք մեղսասեր են, նրանց կյանքի նպատակը մեկ բան է միայն, որպեսզի խլեն քո հոգին Աստծուց և պահեն քեզ ինչպես թե հիմարացած, չհասկանալու Աստծո պահանջը և սովորաբար այսպիսի մարդիկ միտքը կոնտրոլ անող այսպիսի բնավորություն ունեցող մարդիկ են և այդ մարդիկ շատ վտանգավոր են։ Կինը կարող է դա լինել, պոռնիկ կինը իր տղամարդու միտքը այդպես կոնտրոլ անի, քահանան սին կոչերով հրզվածող լինի և երբեք քեզ չսովորեցնի այն քայլերը, որոնք անելով դու կարող ես փրկվել, այլ ինչպես թե մշուշապատ ճառերով կատարի իր արյունոտ գործը և վերջո ունենալու քո հոգին և ապա դանդաղ ինչպես է գործը, ինչպես են ասում է ուժեղ կրակի մեջ դնես գործը թռչում է, դանդաղ կրակով գործը եփում են և նա չի զգում։ Եվ ահա խոսքս այսօր այն քահանաների, եպիսկոպոսների մասին է, որոնք ձեզ ունեն իրենց կաթսաներում որպես գործեր և ձեզ եփում են դանդաղ կրակով։ Այս մի քանի օր ես սթրիմինգ վիդեոներ էի նայում աշխարհի բոլոր տեղերից, ավելի ճիշտ Միացյալ Նահանգների բոլոր հայ առաքելական եկեղեցիներից և ահա սարսափով նկատեցի, որ Միացյալ Նահանգներում Սուրբ Հաղորդությունը բոլոր եկեղեցիներում և Կանադայում բոլոր եկեղեցիներում Սուրբ Հաղորդությունը տալիս են ձեռքի վրա։ Սա պատահական չի կարող լինել, ուրեմն նրանք ունեն եպիսկոպոսներից այդպիսի արձագանք, Վատիկան II-ի օրինազանց սրբապղծությունները հենց սկսվեց այդպես, երբ որ այս սուտ պապերը պարզապես իրենց կարդինալներին, եպիսկոպոսներին արտոնում էին ստեղծագործական լինել, այդպես էին ասում, փակ նամակներ էին գրում և այդպիսով վերացվեց, կատարակը վերացվեց Նովոս Օրդո եկեղեցիներում, կաթոլիկ եկեղեցում այլևս պատարակ չկա։ Այն եկեղեցին, որ դուք գիտեք, այդ նվիրապետությունը, որ ղեկավարում են այս Վատիկանում նստած սուտ պապերը։ Հասցեին այսօր նույնը կատարում է հայ եկեղեցու, չգիտեմ, ես ճիշտ ասած Հայաստանի մասին չեմ կարող ոչինչ ասել, այդպիսի ռեպորտաժներ, անմիջական live stream համարյա թե չկա Հայաստանից, որպեսզի ես կարողանամ հասկանալ իրավիճակը, բայց Միացյալ Նահանգներում, Կանադայում երկու թեմերն էլ Անտիլիասի և Էջմիածնի կատարում են սրբապղծություն։ Ինչպես ձեզ ասացի, կապենք այդ կետերը իրար հետ, connection of dots,
եւ տեսնենք, որ ահա այս պիղծ եպիսկոպոսներ իրենց կաթողիկոսի հետ լինելով մեղսասեր, ոչ մի պատասխանատվություն չզգալով Աստծո առաջ մարդկանց հոգիների համար եւ Սուրբ Լուսավորիչը իր թղթերի մեջ նշում է դա առանձնահատուկ, որ այն հոգեվորականը, ով հոգ չի տանում իր ժողովրդի հոգու փրկության համար, եւ եթե անգամ իր ժողովրդից մեկը գնա դժոխք, ինքն էլ է գնալու։ Եվ հա նրանք լինելով մեղսասեր, ձեզ որպես գործեր եփում են դանդաղ կրակի վրա եւ դուք դա չեք զգում։ Ես չեմ կարող հասկանալ, այդ ոնց եղավ ես զգացի, բոլոր սխալները անգամ հավատքի մեջ նոր լինելով ես հասկանում եմ, որ սա Սուրբ Հոգին չի կարող լինել։ Ու այնտեղ դա այդքան ականհայտ երբեք չի եղել այն ժամանակ, բայց հիմա արդեն անգամ այդ ականհայտ փոփոխությունների դեմ ոչ ոք չի խոսում, ժողովուրդը չի պահանջում ուղղափառ հավատքի ուսուցում եւ ծեսի բացարձակ կանոնական իրագործում եւ կարծես նրանց համար մեկ է։ Սա ինչով կավարտվի։ Ամեն մեկի համար նախատեսված է Աստծո պատժի չափը։ Մեկը կարող է իր կյանքը ավարտել խելագարությամբ, սովորաբար, մյուսի համար մեղք գործելը կլինի սովորական բան եւ ամենասարսափելին իր այն ընտանիքներում իրեն զավակները մեղքի հետ հաշտ կլինեն։ Այստեղ եկած հայ մարդիկ կան, երիտասարդ աղջիկներ 20-25 տարեկան, որոնք ապրում են համակեցությամբ։ Ես զարմանում եմ պարզապես։ Խոսքը նրա մասին է, որ օգտագործված մարմինները, տղա լինի թե կին լինի, արդեն DNA-ի խախտում ունեն, խեղում ունեն, եւ նրանցից երեխա կամ չի ծնվում, վիժում են, կամ եթե ծնվում է, մտավոր հետամնաց է լինելու, որովհետեւ առողջ եւ հանճարեղ երեխաները ծնվում են կույս մարդկանցից։ Հնաոճ հարց չկա այստեղ կա բիոլոգիա եւ այստեղ կա Աստծո օրհնություն։ Փաստորեն Սուրբ Պսակի ուխտը նաեւ մնում է ինչպես թե ձևական։ Բայց ինչի ում եք խաթում։ Ընտրեք ձեզ համար կան այս հայ կռապաշտները, ես միշտ տեսնում եմ նրանց նավասարդ են իրագործում, մեկը ասի հերդ նավասարդ անելով, սատկել։ Կամ ի վերջո այս ամեն ինչ ուր է գնում, մի հատ ընդհանուր ծավալով, հա, նայեք։ Թշնամիտ, որը ունի հազարավոր նվիրյալներ իրենց կրոնին եւ աչք չեն թարթում նրանք գողանալ այն ինչ որ դու ունես։ Եվ ի վերջո կպահեն միայն ինչպես է հնդկացիների համար մի ռեզերվացիա, որտեղ հայ մարդը արդեն իր ամբողջ էությամբ չի տարբերվում կռապաշտ ցեղից։ Ուրեմն կտան մի ռեզերվացիա, Indian reservation ենք ասում։ Եվ ահա այնտեղ դուք կապրեք ձեր այդ սևամորդ ռապիսներով, ես պարզապես ապշած եմ ազնությամբ եմ ասում, անարվեստով եւ իհարկե ես համոզված եմ դրանում լավագույն բոզատները կլինեն մուսուլմանական աշխարհի համար եւ ես կարծում եմ ձեր վարչապետը դա է նկատի ունի, որ դուք պիտի ապրեք, որովհետեւ այս հոգեվոր կեցվածքով քրիստոնյա ազգը, երբ որ ուրացած է իր սրբություններից, նա չի կարող պատիվ ունենալ, պատվի հասկացողություն չկա այլևս։ Եվ որովհետև սատանայի տիրույթի մեջ եք բոլորդ, անընդհատ փորձությունների մեջ եք դուք, թե ահա հիմա այդ սովը, որ անում են Արցախում, դա էլ փորձություններ են, թե որքան մարդը իր պատվի համար կարող է կանգուն մնալ եւ ի վերջո հանձնվել
Եվ հավանաբար իրենք ունեն ծրագիր, սատանան միշտ ունի ծրագիր, դեռ երբ որ երկնքում էր նա մինչև աշխարհի վերջ ծրագիր ուներ։ Մեր ժողովուրդը դադարել է քրիստոնյա լինելուց, ընդհանրապես քրիստոնեական աշխարհը արդեն ոչնչացված է։ Ինչպես եւ Տերն էր ասում, մի տեղ ես կգտնեմ հավատք, երբ որ վերադառնամ։ Նորից ես այստեղ կրկնում եմ, եթե պատարակը վերածվել արդեն բողոքական ինչ-որ ժողովարանի, որտեղ ոչ մեկ իրեն հաշիվ չի տալիս ներկայացնելու արժանի պաշտանմունք Աստծուն, այդպիսի տեղ պետք չէ գնալ, ինչպես եւ ասում է սրբապղծությունը սուրբ տեղի մեջ եւ տեսնում ես հեռացիր լեռները, այսինքն քո մենակության մեջ, ինչպես անապատկաններն էին, եւ դրանցից չի կախված քո փրկությունը կախված է թե որքանով ես դու հավատարիմ այն ուսուցմանը եւ այն հայտնությանը, որ Քրիստոս քեզ շնորհել է, շնորհք է դա, այդքանով էլ դու այդ շնորհքը կարող ես պահել։ Ցավով եմ արդյոք ասում, որ ահա ես տեսնում եմ մեկ մարդու պես ամբողջ ժողովուրդը պիղծ, ձեռքը պարզած, սեմուշկա է բաժանում քահանան էլի, սուրբ հաղորդությունը Աստծո մարմինը եւ արյունն էլ չի սկի, ես իմ հետ ինչ եմ։ Ինքն չի հավատում դրան։ Բողոքական սիմվոլիզմի է վերածվել ամեն ինչը։ Եվ եթե քրիստոնեությունը դարձել է այդ անհամացած աղը, Տերը ասեց այն պետք է թափվի դուրս։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ չխոսելով այս ամենի դեմ, լինելով խոնար, այս սատանայական իշխանություններին, որոնք նաև եկեղեցու մեջ են, դրանով ինքը առաքինություն ունի, շատ սխալվում է։ Չես ձայնում, արդարության կողքին չես կանգնում, Աստծո կողքին չես կանգնում, ես արդեն ձեզ ասել եմ։ Կա երկու բանակ, Սուրբ Միքայել հրաշտակապետի կռվող բանակը, կոչվում է մաքարող, կռվող եկեղեցի, եւ ահա կա այդ եկեղեցին կործանող Լուցիֆերյան բանակը։ Դու պետք է հասկանաս, թե որ բանակի մեջ ես, ընդ որում կամ մարտիրոսվում ես միջև վերջ հասկանալով եւ պայքարելով հանուն Սուրբ կրոնի, կամ դառնում ես սատանայի բաժինը։ Քո ընտրությունն է, եւ սա կապված չէ, ես չեմ հավատում, որ սա մեծ գիտելիքների հետ կախված է։ Սա կախված է քո չնչին ստոր ամբիցիաների հետ, որովհետեւ քո խիղճը քեզ կասի, որ եթե դու գնում ես Սուրբ Պատարագին եւ այնտեղ կատարվում է այս նվիրական խորհուրդը Քրիստոսի մարմնի եւ արյան պատարագի, ինչպես դու կարող ես հպվել դրան, երբ որ դա մի բան է, որը գալիս է միայն օծված ձեռքերից, հատուկ միստիկ թույլտվությամբ, դու ով ես, որ ահա քո կեղտոտ ձեռքերով դիպչում ես Աստվածային մարմնին, այդոնն էլ կատկաթելով, ոչ մի եկեղեցում այդպիսի բացություն չկա։ Օրթոդոքս բյուզանդացիները ինչպիսի հավատքով, գտալով, զգուշությամբ, անգամ Վատիկան երկրորդը նա արյան մասը հանեց, այրուն չկա այնտեղ ծալծլացող, ինչպես դուք եք դա անում։ Ես չգիտեմ, դուք ինչպես իմ ոտքը այս Ամերիկան եկեղեցում չի լինելու երբեք, որովհետև ես գիտեմ, որ դա անելով միայն պիտի վիրավորեմ իմ Տեր Աստծուն, որին ես տվիրել եմ իմ ամբողջ կյանքը, էությունը, հոգիս, շունչս, միտքս, ամբողջ կյանքս ծնվել եմ Քրիստոսի համար եւ մեռնում եմ Քրիստոսի համար եւ ոչ մեկը չի կարող ինձ պակասեցնել Քրիստոսի փառքը եւ ստիպել ինձ վիրավորելու նրան, եթե դուք դա անում եք, վայ ձեզ։